Երևանյան տաղավարում այս պահին հյուրընկալել ենք Մոսկվայի մեր գործընկերոջը Հայկ Խալաթյանին, Հայկ, ուրախ ենք քեզ մեր տաղավարում տեսնել։ Սկսենք նախ Նիկոլ Փաշինյանի արձագանքից, փաստացի ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարներին Նիկոլ Փաշինյանի պատասխանն այն էր, որ քանի դեռ այդ հարցով չենք դիմել Եվրամիություն, անտրամաբանական է հանրաքվե անցկացնելը, ինչպես է մեկնաբանում։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպես ոնց ռուսան ասած կա «Хорошая мина при плохой игре» հասկանալի է, որ այդ հարցը արդեն դրված է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոնց ուզում է մեկնաբանի, ոնց ուզում է ասի, միևնույն է նա որևէ պատասխան պետք է տա իր գործընկերներին ԵԱՏՄ։ Փաստացի վերջնագիր է ներկայացվել Հայաստան մինչև դեկտեմբեր կողմնորոշվել։ Նիկոլ Փաշինյանը իշքան ուզում է կարող ասել, որ դե մենք չենք վերջնական որոշում հələ չենք ընդունել, երբ որ գա կընդունենք, բայց իրեն էլ ասում են դուք արդեն օրինագիծ ընդունել եք։ Ես հիշում եմ Նովելչուկը մեր Գրիգորյանին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին ասում էր, երբ որ մեր Գրիգորյանը փորձեց ասեց դա այդքան էլ օրենք է մանթունվել է, բայց ասեց, որ մենք սովորենք օրենքներին լուրջ վերաբերվել։ Մենք տեսանք այն հայտարարությունները ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների, որ Մոսկվան չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։ Եվ այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանը պետք է կողմնորոշվել։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը դեռ հույս ունի, որ ընտրություններից հետո կկարողանա մի կերպ համոզել, փոխել Մոսկվայի մոտեցումները, բայց կարծում դա արդյունք չի տա, որովհետև Մոսկվան պահանջելու է, եթե Աստվածաշան Նիկոլ Փաշինյանն ընդունենք, հաղթում է։ Չնայած ես հույս ունեմ նա չի հաղթի եւ այս խնդիրը ավտոմատ կերպ կլուծի, բայց ընդունենք հաղթեց ընտրություններում։ Մոսկվան նույնիսկ կոնկրետ զիջումներ է պահանջելու, կոնկրետ քայլեր է պահանջելու։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի այդ քայլերին գնա, դա արդեն լուրջ խնդիրներ առաջացնելու այն ուժերի, այն կենտրոնների հետ, որոնք այս պահին աջակցում են իրեն։ Դա Եվրոպական միությունն է, ԱՄՆ-ն է, Թուրքիան է, Ադրբեջանն է։ Դա համար ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ Հայաստանին բերել է մի շատ բարդ իրավիճակ, որտեղ իր ցանկացած որոշում խնդիրներ արդեն ստեղծել։ Այսինքն ամեն դեպքում, բայց ընտրությունը լինելու է ոչ թե ռուսական կողմի, այլ դեպի արևմտյան։ Տեսեք, իմ կարծիքով այս պահին միևնույն է ընտրությունը արևմտյան է։ Իզուր չեն անընդհատ անալոգիաներ անցկացնում նույն Ուկրաինայի, Վրաստանի հետ։ Այնտեղ էլ ես հիշեցնեմ, թե Սաակաշվիլի օրոք, թե Ուկրաինայի իշխանությունների ժամանակ, կամ նույնիսկ վերցնենք Մոլդովան, որը պատերազմի մեջ չէ, միևնույն է այն իշխանությունները, որոնք փոխկապակցված են արևմուտքի հետ, գնում են քայլերի, որոնք վնաս են իրենց երկրների համար, իրենց երկրների տնտեսության համար, բայց միևնույն է նրանք այդ ճանապարհից հետ չեն կանգնում եւ շարունակում են ճանապարհը, շատ լավ հասկանալով, թե դա ինչ հետևանքներ ունենալու եկամուտ։ Նույնը Նիկոլ Փաշինյանը, հիմա նա փորձում է մարդկանց համոզել, որ գիտեք ինչ խաբել, փաստացի խաբել մարդկանց, որ դե ընտրություններից հետո հարցերը կլուծվեն։ Բայց շատ լավ հասկանում է, որ այդ հարցերը այսպես չեն լուծվելու, որովհետև շատ ավելի լուրջ է իրավիճակը, քան նա փորձում է ներկայացնել կամ մանիպուլացնում է, փորձում է մարդկանց համոզել, որ դե այդքան էլ լուրջ չի, կլուծենք այդ խնդիրը։ Փաշինյանին ծննդյան օրով շնորհավորել է թե Պուտինը, թե արդեն Մեդվեդևը, բայց շատ ավելի կոշտ եւ հիշեցրել նաեւ Լև Տրոցկու ուղին, ինչպես է առհասարակ գնահատում Ռուսաստանից հնչող պաշտոնական այս հայտարարությունները եւ քանի որ նշվում էր կառավարության, Հայաստանի կառավարության հաղորդագրությունում, որ փաստացի պայմանավորվել են նաեւ հանդիպել, այդ հանդիպումը որևէ արդյունք չի կարող տալ։ Տեսեք, ստեղ պետք է ամեն ինչը կոնտեքստով նայել, լայն ավելի նայել։ Ես Մեդվեդևի խոսքը մի կողմ եմ դնում, նա հայտնի է այսպես ավելի էքսցենտրիկ, այսպես կոշտ հայտարարություն, վերցնենք Պուտինը իր սովորության համաձայն նա միշտ զանգահարում է իր ԵԱՏՄ հապ երկրների ղեկավարներին, շնորհավորում է ծննդյան օրվա հետ կապված, այնտեղ նաև հետաքրքիր կետ կա, որ քննարկել են Աստանայի գագաթնաժողովում այդ տեղի ունեցածը, եւ մենք ինչ ենք տենում։ Մի քանի ժամ հետո Ռոսելխոզնadzորը նոր սահմանափակումներ մտցնում հայկական գյուղմթերքի վրա, շատ լուրջ, որովհետև ծիրանի սեզոնն է եւ ոչ միայն ծիրանի, փաստացի ստացվում է, որ ոչ գիլասը, ոչ ծիրան։ Իդեպ նաեւ ձկան մասին է խոսքը։ Հա, նաեւ ձկան, ինչ է խոսում, որ որևէ փոփոխություն Ռուսաստանի չի եղել, ավելին կոշտացել է եւ հենց գալիս ենք նրան, որ եթե Նիկոլ Փաշինյանը չեմ ինչ կերպ կարողանում է հաղթել ընտրությունները, երբ որ այդ հանդիպմանը ժամանակ իրեն կոնկրետ կասեն, որոշումը արդեն կա, այո, թե ոչ, ըստ այդ որոշումի
կկառուցվի հետագա հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հիմա գանք Թրամփի աջակցությանը, փաստացի վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու աջակցող հայտարարություն է արել Դոնալդ Թրամփը Ռուբիոյի այցից 2 օր անց եւ այսօր Բաքվում էներգետիկ շաբաթվա 31-րդ միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում Դոնալդ Թրամփը նշել է, որ իր վարչակազմը անհամբեր սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հարցի շուրջ հունիսյան արդյունավետ քննարկումներին։ Հայք Դոնալդ Թրամփի առաջին աջակցությունից հետո, երբ ես թերթում էի մեր քաղաքագետների, փորձագետների, վերլուծաբանների գրառումները, այսպիսի նաև կարծիք էր արտահայտվում, որ ոչ միայն Թրամփը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, այլև Թրամփը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի շանսերը նվազեն, այդ պատճառով է հենց աջակցում, որովհետև ունի իր շահերը։ Երկրորդ անգամ մեկ շաբաթվա մեջ Թրամփի աջակցությունը ինչի մասին է վկայում։ Հենց դրա մասին է խոսում, տեսեք, դուք հիշատակեցիք այս վերջի Ռուբիոյի այցը, դրանից հետո գրառումը Թրամփի, տեսեք ինչ բարդ իրավիճակում է ԱՄՆ-ն, Պարսկաստանի հետ ու փաստացի կոնֆլիկտը դեռ չի ավարտվել, այսօր նույնիսկ մենք տեսնում ենք նոր լարվածություն կա, Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, այդ ամբողջ խնդիրները Ռուբիոն որպեսզի երևի օգնի Փաշինյանին, որովհետև եթե այդպես կարիք այն ուժեղ լիներ Փաշինյանի դիրքերը, չէր գա Երևանում մի 2 ժամով օդանավակայանում հանդիպում անել եւ այլը, կգնար ուղիղ զբաղվել ավելի կարևոր ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերով։ Իմը ստացվում է, որ այդքան էլ լավ չի Փաշինյանի իրավիճակը, որպեսզի Ռուբիոն գալիս է Հնդկաստանից 2-3 ժամ օդանավակայանից դուրս չի գալիս, բայց ուզում է ցույց տալ աջակցությունը, Թրամփը այդն երկրորդ գրառումն է անում, բայց մենք որ խոսում ենք Թրամփի մասին, տեսեք, երբ որ անցած տարի Թրամփի ուղին այդ նախագիծը ստեղծվեց, ես միանգամից հիշեցի, օրինակ Թրամփի անվան լիճ կա Կոսովոյում։ Թրամփի առաջին նախագահության օրոք սերբերը, սերբեր եւ ալբանացիները այդ միջև անունադրել են, որպեսզի նույնպես հույս ունեն, որ հարցը կլուծվի նույնպես սպիտակ տան այսպես մեծ աղմուկ հանեց հանդիպումը Սերբիայի նախագահի Կոսովոյի վարչապետի եւ հարցը լուծվեց ոչ, դա կրկնեմ, դա դեռ առաջին նախագահության օրոք է։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ այս նախագիծն էլ շատ կյանքի չի կոչվելու, որտեղ մենք տեսնում ենք թե Ռուսաստանի մոտեցումը, թե հատկապես Պարսկաստանի կոշտ վերաբերմունքը, իսկ մենք տեսնում ենք, որ այս պահին նույնիսկ այն լիբերալ թևը, ռեֆորմիստների թևը, որոնց ներկայացնում է օրինակ նախագահ Փեզեշկյանը, արտգործնախարարը, նրանք փաստացի իշխանությունից նույն չեմ ասի, որ ամբողջությամբ զրկված են, բայց փաստացի որոշումները իրենք չեն ընդունում, երկրի որոշումները շատ այն կոշտ թևն է ընդունում, որ շատ բացասական է տրամադրված ԱՄՆ-ին եւ դա համար այդ հայտարարությունը եղավ եւ նույնպես տեսեք ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների խոսքերի արժեքը։ Մի կողմից ասում են ամեն ինչ լավ է, թե Իրանում մեզ հասկանում են, մեր մոտեցումները։ Իրենք էլ հնարավորություններ կստանան այդ։ Եվ դրանից հետո միանգամից շատ կոշտ այսպես հայտարարություններ են ճում դեսպանի կողմից, ԱԳՆ-ի կողմից, որտեղ ասում են, որ ոչ մեր մոտեցումները չի փոխվել, մենք նույնպես ինչպես նախկինում, հիմա էլ շատ լուրջ մտահոգություն ունենք ամերիկացիների հետ կապված մեր հյուսիսային սահմաններում։ Դա համար որևէ փոփոխություն պետք չի ակնկալել, այսինքն անգամ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, TRIP նախագիծը ինքը արկախված է մնում։ Միակ փոփոխությունը գիտեք ո՞րն է, ես ասում, այս նախագիծը ինչ է իսկ է ստեղծել Հայաստանի համար։ Թրամփը ինչպես ասացի, օրինակ լիճը իշատեցի, Թրամփը կգնա, որտեվ շատ այս միջանկյալ ընտրություններում շատ մեծ է հավանականությունը, որ հանրապետականները կպարտվեն։ Դեռ անհասկանալի է ով են մյուս նախագահան լինելու, նույնպես Թրամփի այս վերջին Պարսկաստանի հետ կապված եւ այլ որոշումների պատճառով փաստացի դեմոկրատները կարողանում են ուշքի գալ եւ ԱՄՆ-ի համար այս նախագիծը կարող է ատկան այդպես նշանակություն ունենալ, բայց նրա պատճառով որ նույն Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այս պայմանագրով համաձայնվեց անխոչնդոտ ճանապարհ տալ Ադրբեջանին Սյունիքով, իսկ հիշեցնեմ նախկին օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ ճանապարհը, որը շատ ավելի վերահսկվում է հայկական կողմից ի տարբերություն Կլաչինի միջանցքի, որտեղ հայկական կողմը վերահսկությունը պահպանում է, բայց այն ժամանակ գոնե Արցախի դիմաց իման հասկանալ է ինչի դիմաց, բայց ես մտավախություն ունեմ, որ Ադրբեջանը հատուկ է գնացել այս փաստաթղթի ստորագրմանը, վստահ լինելով որ միևնույն է Թրամփը միջովերջս կյանքի չի կոչի, իսկ Թրամփից հետո նրանք արդեն գալու են Թուրքիայի հետ
միասին եւ արդեն պահանջելու են, ասեն դուք ստորագրել եք, չէ՞, հիմա տվեք այդ ճանապարհը։ Դրան էի ուզում գալ, եթե Թրամփի նախագիծը մնում է օդում արկախված, իսկ հայ-ադրբեջանական խաղաղության հետ ճակերտավոր ասած ինչ է լինում, պայմանագիրը կնքում են, վերջնաստորագրում են, ինչ է տեղի ունենալու, թե կրկին թուրք-ադրբեջանական տանդեմը հերթով իր պահանջներն են ներկայացնելու։ Չէ, շարունակել է պահանջներ ներկայացնել, ես չեմ տեսեք, ամենակարևորը նայում ենք ոչ թե հայտարարությունն, այլ կոնկրետ քայլերին, փաստերին։ Եթե ամեն ինչ համաձայնեցված է եւ նույնիսկ տեքստը այդ խաղ պայմանագրի, իսկ այնտեղ ինչ է գրված, չէ՞, չմիջամտել ներքին գործի, բայց հենց ամենասկզբից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նախապայման է դնում, արդեն միջամտում է Հայաստանի ներքին գործին, ասում է պետք է սահմանությունը փոխեք եւ այլն։ Հիշեք նույն Նիկոլ Փաշինյանը ինչեր էր ասում, որ ինչու մենք պետք է չփոխենք սահմանությունը եւ ինչու հենց Ադրբեջանի սահմանությունում էլ կան կետեր, որոնք փաստացի վտանգ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ինչ տեսանք, չես ինչու Հայաստանը Նիկոլ Փաշինյանը ասում է պետք է չփոխենք կամ երկուսով փոխենք, փոխում Ադրբեջանը չի փոխում։ Դա մոլ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակելու են, ասել են դուք արդեն ստորագրեք, տեսեք, մի անգամ ստորագրել եք ռուսների հետ, երկրորդ անգամ արևմուտքի հետ, որ մենք պետք է ստանանք ճանապարհ Սյունիքով դեպի Նախճիվան։ Հիմա մեզ չի հետաքրքրում Տրամփի ուղին գործում է, չի գործում, Պարսկաստանը կողմ է, դեմ է, մենք մեր ճանապարհն ենք ուզում։ Դուք ստորագրել եք, մենք մեր ուզում ենք։ Եվ այդ ժամանակ, տեսեք, մենք նույնիսկ այս նախագիծն ենք քննադատում, որովհետև այնտեղ շատ լուրջ կերպ սահմանափակվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Չնայած Հայաստանի իշխանության անդադ խոսում են, որ չէ, հարգում են, չէ, այնտեղ լուրջ սահմանափակումներ կան մեր ինքնիշխանության։ Բայց այդ պայմաններով, երբ Ադրբեջանցիներն կան, նույնիսկ շատ ավելի կարող է ոտնահարվել մեր ինքնիշխանությունը։